Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում վաղը հանդիպում կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանի հետ, այս մասին հայտնում է արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում եւ Կամբոջայում Հայաստանի դեսպաններ են նշանակվել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն Բաղդասարյանը համատեղության կարգով նշանակվել է Կամբոջայում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան։ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան։ Արեգ Հովհաննիսյանը յետ է կանչվել Ճապոնիայում, Կորեայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից։ Գյումրիի համայնքապետի քաղաքացիական պայմանագրի թեկնածու Սարիկ Մինասյանը գրառում է կատարել հարգելի գյումրեցիներ, սիրելի համաքաղաքացիներ, կիսում եմ ձեր անհանգստությունը, այս օրերից շատ եք հարցնում քաղաքական վերադասավորումների եւ հնարավոր զարգացումների մասին, առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի եւ իմ հետագա քայլերի վերաբերյալ, նշել է նա։ Անտալիայում տեղի ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի եւ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին կոչ է արել գործել դադարեցնելու Ուկրաինայի պատերազմը։ Նա նաև գրել է՝ պատերազմը չէր լինի, եթե ես լինեի նախագահ։ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունարոմեական ոճի իմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակում Հայաստանի ներկայացուցիչ 55 կիլոգրամ քաշային Մանվել Խաչատրյանը երբստահ հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ։ Խաչատրյանը 9-0 հաշվով հաղթեց մրցակցին եւ դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։